ուրեմն հանրային դասախոսությունների շարքում այսօր մենք հյուրընկալել ենք Հայրապետ Մաշկալյանին, համալսարանի պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, Իշնադարի նշանավոր հայագետ մասնագետներից մեկը։ Հայրապետի զեկուցման թեման այսօր կլինի հայերը եւ մոնղոլները պատմության քարոզներում։ Մենք աշխատում ենք ստանդարտներ մոտ ընդունված ռեժիմով, զեկուցում, հարցեր, եթե ելույթներ կլինի։ Բարև ձեզ, ես այսօր խոսեմ մի թեմայի շուրջ, որի վերաբերյալ զրույցը թերևս 2-3 տասնամյակ առաջ տարօրինակ կհնչեր, որովհետև հայերը եւ մոնղոլները իրենց տեղ ունեին թերևս միայն պատմության դասագրքերում, որ նրանք կարող էին կենդանի հետաքրքրություն առաջ բերել, նրանց հանդիպումը պատմության քարոզիներում կարող է ինչ որ ժամանակակից աշխարհի հետ զուգահեռներ ունենալ, այդ մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Երբ ինչ ընդհանուր բան ունեն հայերն ու մոնղոլները։ Դուք տեսնում եք մի մանրանկար, որը պատկանում է Թորոս Ռոսլինի վրձնին, այստեղ ներկայացվում է հայերի զարմանքը, որովհետև վերևում արված մակագրությունը առավել քան խոսուն է։ Թաթարն 3 այսօր։ Խոսքը վերաբերում է 1260 թվականին, երբ որ մոնղոլները ձեռնարկել էին իրենց առավել նշանավոր արշավանքը թերևս Սիրիան գրավելու նպատակով եւ անհայտ էր, թե ինչ քաղաքական վայրիվերումներ են տեղի ունենալու ողջ մերձավոր արևելքում։ Թերևս կարելի է հասկանալ նաեւ մոնղոլների զարմանքը եւ խռովքը, երբ որ նրանք հանդիպում էին հայերին, որովհետեւ մինչ այդ այս երկու ժողովուրդները միմյանց հետ անմիջական շփումներ ունենալու հնարավորությունից իսպառ զուրկ են եղել։ Նախ անդրադառնանք հայ աշխարհին 13-րդ դարի սկզբներին, այսինքն մոնղոլական նվաճումների նախօրյակին, ինչ պատկեր էր ներկայացնում մեր ժողովուրդը, եւ այս առումով էլ մտորելի տեղի կա, որովհետեւ պատմության մեջ առաջին անգամ երկու Հայաստանները կարծեք թե տարբեր քաղաքական դերակատարություն ունեն։ Ավանդաբար մեր մտապատկերում մեծ հայքից, հայկական լեռնաշխարհից հեռու ապրող հայերը ներկայացնում են սփյուռք։ Մինչդեռ մենք 13-րդ դարի սկզբներին ունեին Կիլիկյան Հայաստանում անկախ պետականություն, որը 13-րդ դարի սկզբներին իր առավել հզորության շրջանում էր գտնվում։ Այնուհետև մեծ հայքի եւ Կիլիկյան Հայաստանի միջև փոխհարաբերությունների բնույթը թվում է, թե անմիջական կապերը, առնչությունները մշտապես եղել են, սակայն դրանք չեն վերաբերել մի այնպիսի ոլորտի, ինչպիսին քաղաքականությունն է։ Համագործակցություն երկու Հայաստանների միջև թերևս այնքան խոր չի եղել, որ դա ազդեր մեր ազգային ճակատագրի վրա։ Զարմանալի է այն երևույթը, որ հայկական լեռնաշխարհից դուրս ստեղծված ազգային պետականությունը որոշ դեպքերում ավելի բարձր դիրք ունի, քան պատմական հայրենիքում գտնվող քաղաքական միավորումները։ Մասնավորապես կարելի է հիշել դրվագներ, երբ որ վճռական որոշումներ ընդունելիս մեծ հայքի քաղաքական եւ հոգեվոր իշխանությունները խորհրդակցում են Կիլիկյան Հայաստանի արքունիքի եւ կաթողիկոսական շրջանակների հետ։ Այսինքն մեծ հայքը լրելեն ընդունում է պետականության ավելի գերադաս դիրքը եւ ունենք արձանագրություններ բուն Հայաստանի հոգեվոր կենտրոններից եւ ձեռագրերի հիշատակարաններ, որտեղ հիշատակվում են կաթողիկոսից բացի նաեւ Կիլիկյան Հայաստանի արքանները։ Այսպիսով երկու Հայաստանների միջև կա կենթանի կապ,
Ցավոք սրտի, այն հնարավորություններ չի ընձեռել, որպեսզի երկու Հայաստանները միաժամանակ դիմագրավեին արհավետքներին։ Հետաքրքրական է, որ հենց մոնղոլական արշավանքների շրջանում մենք ունենք հատուկ են, բայց այնուամենայնիվ դեպքեր, երբ որ աշխարհիկ բարձրագույն իշխանությունները համատեղ են հանդես գալիս, համագործակցում են, եւ սա առավել հրապույր է տալիս այս ժամանակաշրջանին, քանի որ թվում է, թե հայության տարբեր հատվածներ գտնում են շահերի ընդհանրության այն եզրերը, որոնք հասցնում են բարեբեր արդյունքների։ Այնուհետև մեծ հայքը իրենից ինչ պատկեր է ներկայացնում, ըստ էության մենք ունենք հայության երկու տարբեր հատվածներ, մեկը, որը դեռ քաղաքական իշխանությունը իր ձեռքում ամուր պահում է, խոսքը վերաբերում է հյուսիս-արևելյան Հայաստանին, այստեղ մենք ունենք Զաքարյանների տոհմի տարբեր իշխանություններ, նրանց հպատակ իշխանական տներ, հստակ ավատատիրական համակարգ, ճյուղավորված պաշտոնեություն, հոգևոր եւ աշխարհիկ կենտրոնների միջև ծեր փոխհարաբերություններ, եւ մյուս կողմից մենք ունենք մեծ հայքի հարավային եւ արևմտյան այն շրջանները, որոնք վաղուց ի վեր ենթարկվել են օտարազդեցության, այստեղ հայ էթնիկ տարի քաղաքական կշիռը համեմատաբար համեստ է, կարող ենք նշել միայն որոշ ընտանիքների, որոնք իշխում էին երկրի հարավ-արևմուտքում, եւ այնուհետև հարավային Հայաստանում մենք նույնիսկ 13-րդ դարի վերջում ունենք Մուշ քաղաքի հայ կառավարիչ, բայց ընդհանուր առմամբ սրանք շատ բացառիկ երևույթներ են եւ քաղաքական իշխանությունը հայությունը կորցնում է իր հայրենիքում առավել վաղ հենց երկրի եւ հարավում եւ արևմուտքում։ Այս երևույթի հետևանքները խիստ աղետաբեր են, քանի որ հայկական լեռնաշխարհը ներկայացնելով ամբողջություն եւ նրա հարավային երկրամասերը պաշտպանված լինելով լեռնային շրջաններով, երբ որ զրկվում են այդ պատվարից, ապա օտար էթնիկական տարրերի մուտքը դեպի հայկական լեռնաշխարհի խորքերը ավելի դյուրին է դառնում, մանավանդ որ այստեղ գործում են նաև տնտեսական գործոններ, մասնավորապես քոչվորական ժողովուրդների մի ալիք հարավից բարձրանում է դեպի հյուսիս։ Այստեղ հայկական պարը եւ արաքսը ներկայացնում են յուրօրինակ սահմանակից, որովհետեւ հայության խոսքս վերաբերում է բուն հայրենիքում մնացած զանգվածին, կենսական ուժերը հերիքում են պահպանելու իր դիրքերը միայն միջև արագ ընկած շրջաններում։ Հետաքրքրական է, որ Զաքարյանների ազատագրական պատերազմների հետևանքով ազատագրված շրջանները հասնում են միջև Արաքս, Արաքսի միջին հովիտ, միջև ստորին հոսանքի շրջան, շատ զարմանալի է, բայց այս սահմանակիցը հիշեցնում է ռուս-պարսկական, ռուս-թուրքական սահմանակիցը 15-րդ դարի սկզբին։ Սա յուրօրինակ տրամաբանություն է, երբ որ քաղաքական իշխանությունը հայերը տարածում են հյուսիսից։ Այսպիսով հայությունը դիմավորում է նոր դարաշրջանը քաղաքական առումով բավականաչափ պառակտված, սակայն նրա ֆիզիկական, հոգևոր, տնտեսական հնարավորությունները դեռ բավականաչափ են, որպեսզի գոնե հայկական լեռնաշխարհի առանցին հատվածներում նա կարողանա դիմակայել թշնամուն։ Այժմ փորձենք տեղափոխվել հեռավոր արևելք, կենտրոնական Ասիա, որտեղ 13-րդ դարի սկզբներին ծնունդ է առնում մոնղոլական աշխարհական տերությունը։ Ոչ պակաս
մենք գունագետ պատկեր կարող ենք արձանագրել դեռևս 13-րդ դարի սկզբներին, երբ որ Չինգիզ խանին հաջողվում է միավորել տափաստարաբնակ ժողովուրդներին, ստեղծել հզոր պետականություն եւ այսպիսով նա հնարավորություն է ստանում ձեռնարկել իր արշավանքները դեպի հյուսիսային Չինաստան, այնուհետև դեպի Միջին Ասիա եւ մոնղոլական հորդանները դուք մոտենում են Հայաստանի սահմաններին։ Մոնղոլական նվաճումների ֆենոմենը մինչև այսօր էլ ուսումնասիրողների շրջանում զանազան մեկնաբանություններ է առաջ բերում, որովհետև մոնղոլները նոր երևույթ չէին ներկայացնում որպես քոչվորական ժողովուրդների ստեղծած կայսրություն, բայց ուղղակի զարմանք են առաջ բերում մոնղոլների հաջողությունների ծավալները, որովհետև մոնղոլները հանդես են գալիս որպես մարդկության պատմության մեջ մեծագույն նվաճողներ, երբ որ նրանք 13-րդ դարի 80-ական թվականներին գրավում են նաև հարավային Չինաստանը, իսկ արևմուտքում հասնում են մինչև կենտրոնական Եվրոպա, հարավում միջերկրական ծովի արևելյան ափերի մատույցներին են մոտենում, ապա պարզվում է, որ նրանց նվաճումները շուրջ 5 անգամ գերազանցում են այն տարածքները, որ ժամանակին գրավել էր Ալեքսանդր Մակեդոնացին, կամ մարդկության պատմության մեջ կարելի է հիշատակել թերևս բրիտանական կայսրությունը, այն էլ իր փառքի գագաթնակետին 20-րդ դարի 20-ական թվականներին, երբ որ արևը մայթ չէր մտնում այդ տիրույթներում, բայց չմոռանանք, որ ինչքան տարբեր են այս երկու կայսրությունները։ Բրիտանական կայսրությունը գաղութային բնույթ ունի եւ այն բոլոր տարածքներում, որտեղ նրանց իշխանությունը տարածվում է, այնուամենայնիվ անմիջական ներկայությունը բրիտանացիների ամենևին էլ պարտադիր չէ եւ այնուհետեւ մի էական առանձնահատկություն բրիտանական կայսրությունը գլխավորապես ծովային հաջողությունների վրա է հիմնված եւ իրենից չի ներկայացնում տիրույթների հորձ շերտ, մինչդեռ մոնղոլական կայսրությունը ուշադրություն դարձնեք ներկայացնում է հարակից շրջանների մի այնպիսի հանրագումար, որի չափերը պարզապես սարսափ են պատճառում, որովհետև նա այդ ժամանակ հայտնի մարդկությանը հայտնի բնակեցված մարդկության օիկումենեի մեծ մասն է ընդգրկում, ընդ որում նա չունի քաղաքական առումով որևէ մրցակից ոչ արևմուտքում եւ ոչ էլ արևելքում։ Մնացած բոլոր ուժերը սահմանը կարմերով արդեն բավականաչափ հստակ պատկերացում տալիս է մոնղոլների հաջողությունների մասին։ Հիրավի ցամաքային կայսրություն, որովհետև մոնղոլները դեպի ծով ծավալվելու ձգտում առհասարակ չեն ցուցաբերել։ Միակ դեպքը թերևս կարելի է հիշել, երբ որ նրանք փորձեցին գրավել նաև Ճապոնիան եւ թայֆոնը 2 անգամ կամիկադզեն սփազան հողմը մոնղոլների բոլոր հույսերը խորտակեց, որից հետո ծով տեղաշարժվելու ձգտում դեպի արևելք կամ արևմուտք մոնղոլները ձեռնարկեցին, որոշ դեպքերում նույնիսկ խոսում են մոնղոլների հիդրոֆոբիայի մասին եւ դրանով են բացատրվում մոնղոլների ջանքերի համատաբար պակաս նպատակասլաց լինելը, երբ որ խոսքը վերաբերում է միջերկրական ծովի արևելյան ափերին, այս մասին մենք դեռ խոսելու առիթ կունենանք։ Մոնղոլները ստեղծում են քոչվորական կայսրություն, որոնք ներկայացնում են առհասարակ կայսրությունների շրջանում մի առանձնահատուկ տիպ, այն առումով, որ քոչվորական կայսրությունները ստեղծվում են չափազանց կարճ ժամանակամիջոցի ընթացքում։ Օրինակ,
Չինգիզ խանի վարած պատերազմներից մինչև մոնղոլների առավել հաջողությունները Ասիայում տևեցին անցավ ընդամենը շուրջ 8 տասնամյակ, բայց ոչ դժբախտությունն այն է, որ քոչվորները նույնքան արագությամբ թողնում են պատմության թատերաբեմը։ Եվ այս սրընթաց կործանումը խիստ աղետաբեր հետևանքներ է ունենում այն տարածքների ճակատագրում, որոնք նրանք արագորեն թողնում են։ Այս առումով պետք է ասել, որ վերջին շրջանում նորանոր դիտարկումներ են արտահայտվում կապված մոնղոլների ժառանգության հետ, որովհետև կարելի է նշել երկրների տարբեր խմբեր, որտեղ մոնղոլական արշավանքների հետ արդյունքները բավականաչափ տարբեր են եղել։ Մասնավորապես Ռուսաստանը, որի ճակատագրում մոնղոլական հետքը առավել քան գիտեք նկատելի է, որքան էլ մոնղոլական լծի դարաշրջանը ռուսական բնութագրմամբ բացասաբար գնահատելու լինեն վերջին դարերի ընթացքում ռուս պատմաբանները եւ վերլուծաբանները, այնուամենայնիվ ինչքան էլ որ ռուսական շրջանակները բոլոր բացասական երևույթները կապեն մոնղոլական այդ ատելի ժամանակաշրջանի հետ, փորձեն բացատրել մոնղոլական ազդեցությամբ իրենց կայսրության քաղաքական համակարգը եւ նույնիսկ հոգեբանական կերպարը։ Մի բան ակնհայտ է, որ մոնղոլները նպաստեցին մինչ այդ արդեն բաժան եղած ռուսական պետության նոր վերածննդին եւ քաղաքական միության հաստատմանը։ Նույն պատկերն է Չինաստանի առումով, որը երկարատև ընդմիջումից հետո մոնղոլները միավորեցին եւ այդ միությունը չխախտվեց։ Նույնիսկ Ճապոնիայի պարագայում, երբ մոնղոլները չգրավեցին, այնուամենայնիվ այստեղ բոլոր քաղաքական ուժերը համախմբվեցին եւ ազգային միասնության զգացումը դարձավ տիրապետող։ Իրանի առումով եւս բավական է ասել, որ 6 դար տևած ընդմիջումից հետո Իրանը դարձավ միասնական պետություն, այստեղ հաստատված մոնղոլական պետության, իշխանության, գոյության ժամանակաշրջանում։ Եվ իրանական տարի քաղաքական, տնտեսական եւ մշակութային դիրքերի համապնդումը դարձել հնարավոր է կապել նաեւ մոնղոլական ժամանակաշրջանի հետ։ Կան իհարկե երկրներ, որոնք բոլոր հիմքերը ունեն դժգոհելու մոնղոլներից։ Մեր ավանդական պատկերացմամբ մոնղոլները իրենց հետ բերում են քաղաքների կործանում, գյուղատնտեսական շրջանների ավերում, բնակչության թվաքանակի կտրուկ նվազեցում, մշակութային արժեքների ոչնչացում։ Իհարկե այս բոլորը իրականություն է եւ կան ուսումնասիրություններ, որտեղ համոզիչ կերպով ցույց է տրված, թե օրինակ Միջին Ասիայում եւ Իրանում մոնղոլական այս վարքագիծը որքան աղետաբեր է եղել։ Սակայն բոլոր դեպքերում չէ, որ մոնղոլները այդպես էին վարվում տեղական բնակչության եւ քաղաքային կենտրոնների հետ։ Մոնղոլները գյուղատնտեսական շրջանների նկատմամբ շատ ավելի բարեհաճ էին, որովհետև նրանց առաջին հերթին հաջողվում էր համագործակցության եզրեր գտնել տեղական իշխանների հետ։ Բոլորովին այլ է քաղաքների պարագան, որոնց տնտեսությունը եւ քաղաքային ապրելակերպը մոնղոլների համար բացարձակապես անընդունելի էր։ Եվ մոնղոլները իրենց այդ թշնամական վերաբերմունքով նրանք քաղաքներից պարզապես սարսափում էին եւ տափաստանցիները մինչեւ այսօր էլ քաղաքակրթությունից մեր ավանդական ընկալմամբ աշխատում են հեռու մնալ։ Յուրահատուկ նրանք ֆոբիա ունեն այս ամենի նկատմամբ։
Մոնղոլները այնուամենայնիվ նույնիսկ քաղաքները գրավելու պարագայում հետևյալ սկզբունքն էին դիմում, նրանք նախապես պահանջում էին հնազանդություն, որպես կանոն այդպես եղավ նաև անիվում, մոնղոլական պատգամավորներին պարզապես ոչնչացնում էին, իսկ մոնղոլները տարածում էին ամենուրեք չինական քաղաքական այն ավանդույթը, որի համաձայն պատգամավորների անձնմխելի է եւ պատիժը վարկենական ու չափազանց դաժան էր լինում։ Շատ դեպքերում մոնղոլները պարզապես ցուցադրական գործողությունների էին դիմում, այսպեսով նրանք կարողանում էին կոտրել տեղական բնակչության դիմադրելու կամքը եւ մոնղոլական ժամանակաշրջանը գնահատելիս այս ամենը տեղին շեշտելուց բացի պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մոնղոլները ներկայացնում էին վերջին հաշվով սովորական նվաճողների պատերազմող որևէ պետություն իր թշնամիների նկատմամբ առանձնապես բարեհաճ վերաբերմունք երբեք էլ չի դրսևորել։ Մոնղոլների պարագան առանձնահատուկ էր այն առումով, որ եւ կովկասյան ժողովուրդները եւ կենտրոնական Ասիայի Իրանի բնակչությունը, իսլամական երկրների մասին մենք առանցին խոսենք, դիտարկում էին մոնղոլներին որպես յուրօրինակ Աստծո պատուհաս, հիշեցնում էր մասնավորապես հիշում էր հայ իրականությունը, հայտնությունը եւ ահեղ դատաստանը, որովհետեւ բոլորին թվում էր, թե աշխարհի վերջը եկել է։ Մոնղոլական տերության ստեղծումը իհարկե չի իրականացվել ինչ որ անհասկանալի մղումներով, իրացիոնալ իմպուլսներով, այլ մոնղոլական յուրաքանչյուր նվաճմանը նախորդում էր մոնղոլական ազդեցիկ ղեկավար շրջանների խորհրդակցությունը եւ նախապես որոշվում էին այն ուղղությունները, որոնցով շարժվելու էին մոնղոլական զորքերը։ Դերևս կարող է մոնղոլական տերությունը ավելի արագ վճռել այս բոլոր տարածքային նվաճումների խնդիրը, եթե չլինեին մոնղոլների ներքին տարածայնությունները եւ քաղաքական ավանդույթները, որոնք լիովին հակառակ էին թե Մերձավոր Արևելքում եւ թե Եվրոպայում տարածված սովորություններին, մասնավորապես մոնղոլների միջավայրում միշտ մեծ վեճեր էր առաջ բերում քաղաքական ժառանգականության խնդիրը, որովհետեւ մոնղոլական ավանդույթը իշխանությունը հանձնում էր տոհմի ավակագույն անդամին։ Սա իհարկե լրիվին հակառակ էր տարածված սկզբունքին եւ ուղիղ ժառանգականություն մոնղոլական միջավայրում շատ ուշ հաստատվեց։ Այստեղից էր ամեն մի մեծ խանի մահը առաջ էր բերում քաղաքական գրեթե անհաղթահարելի ճգնաժամ, իհարկե հաճախ տեղի են ունենում նաև ներքին կռիվներ եւ այս ամենը հնարավորություն է տալիս պաշտպանող կողմերին ինչ որ չափով ուշքի գալ։ Չափազանց հետաքրքրական է, թե ինչ ուղղություններով են իրենց արշավանքները ձեռնարկում մոնղոլական հորդանները, ինչն էր, որ տեղական ժողովուրդներին զրկում էր դիմադրելու հնարավորությունից։ Հարցն այն է, որ մեր սովորական պատկերացումների համաձայն ռազմաքաղաքական հզորությանը նախորդում է տնտեսական ասպարեզում նվաճումների երկար շարքը, ժամանակակից բոլոր քաղաքակրթությունները միջնադարում էլ նույն երևույթն է կարող ենք ասել հենվում էին տնտեսական հիմքի վրա։ Մոնղոլների պարական այլ էր, նրանց ողջ էթնիկական զանգվածը միաժամանակ իրենից զորք էր ներկայացնում։ Հայ պատմիչները տվել են մոնղոլների զարմանալի դիպուկ բնութագիրը ազգը նետողած,
որովհետև մողոլները լինելով հմուտ նետաձիգներ և որսորդներ, կարծեք թե պատրաստ էին ռազմական գործողություններ ձեռնարկել ցանկացած պահին։ Չինգիզ խանը իրականացրած վերափոխումները, մասնավորապես զորքի կազմակերպումը ըստ տասնորդական համակարգի, տասնյակներ, հազարակներ և այլն, հնարավորություն տվեց միաժամանակ գոնե վերացնել տոհմացելային տարաձայնությունները մողոլական միջավայրի ներսում և ստեղծել մարտունակ բանակ։ Այդ բանակը շարժվում էր տարբեր բոլոր եղանակների և ուներ հուսալի ռեզերվ, որովհետև որպես կանոն զորքերին ուղեկցում էր մողոլական ողջ հորդան և թե ռազմիկների և թե դժողքների պակասը մողոլական հորդան լրացնում էր վայրկենապես։ Այնուհետև շարժվում էին մողոլները այն շրջաններով, որտեղ քոչվորական կենցաղի համար կային պայմաններ։ Ի դժբախտություն Հայաստանի, խոսքս վերաբերում է մեծ հայքին, մողոլները հաստատվեցին Ատրպատականում, որտեղ մինչև այսօր էլ կան քոչվորների հսկայական զանգվածներ և Կուրի և Արաքսի ստորին հոսանքի շրջանում, մասնավորապես Մուղանի դաշտում։ Իսկ այս տարածքներում կարելի է ձիերի համար սնունդ հայթայթել նույնիսկ ձմռանը։ Այսինքն, եթե նախորդ բոլոր ժամանակաշրջաններում հայոց թշնամիները կարող էին գարնանից սկսած ձեռնարկել ռազմական գործողություններ, ապա սելջուկ թյուրքերը նախ, այնուհետև մողոլները, հետագայում Լենգ-Թեմուրի զորքերը ներխուժում էին տարվա ցանկացած եղանակին, այնուհետև քոչվորական զորքի մոբիլությունը կտրում էին հսկայական տարածքներ առանց կանգ առնելու, որովհետև ունեին ձիերի հսկայական երամակներ և փոխելով ձիերին անընդհատ մողոլները կարող էին առաջ շարժվել։ Այսինքն տեմպերը առաջխաղացման պարզապես հուսաթափ էին անում բոլոր դիմադրողներին։ Այնուհետև հաշվի առնենք, որ հետախուզության ասպարեզում մողոլները եղել են նորարարներ և նրանց առանձնահատուկ վերաբերմունքը վաճառականների նկատմամբ ուներ իր հիմնավորումը։ Բացի տնտեսական մոտիվացիայից, մողոլները առաջնորդվում էին այն սկզբունքով, որ վաճառականները նրանց համար հետախույզներ և դիվանագետներ էին։ Այսպիսով, մողոլները յուրաքանչյուր տարածք գրավելուց առաջ նախապես հիանալի ծանոթ էին այդ շրջանների քաղաքական և տնտեսական իրադրությանը, որը ևս նպաստում էր նրանց հաջողություններին։ Տափաստանի բնակիչները ամենևին չէին դժվարանում մեծ հսկայական քաղաքներ գրավելիս, որովհետև նրանք զենքի ուժով տիրացել էին քաղաքակրթության վերջին նվաճումներին ռազմական ասպարեզում։ Մասնավորապես Հուլավու Իլխանի արշավանքների ժամանակ նրա բանակին ուղեկցում էր չինացի հրետանավորների մի 1000 յակ և նրանք կարողանում էին առանց դժվարությամբ գրավել ամրացված քաղաքները։ Եվ այսպիսով մողոլները առանց դժվարության հանդիպելու գրավեցին մեծ հայքը։ Ուշադրություն դարձնեն, թե որ ուղղություններն են մողոլների համար նախընտրելի։ Դժվար չի համոզվել, որ մողոլները գրավումներն իրականացնելիս առաջնորդվում են հետևյալ սկզբունքով. նրանք գրավում են յուրաքանչյուր իշխանին պատկանող տարածք, բայց եթե գլխավոր ուղղությանը հետևելու լինենք, կտեսնենք, որ կարմիր սլաքով տրված բոլոր քաղաքային կենտրոնները 1236 թվականի, որոնք գրավում են մողոլների կողմից, ընկած են Հայաստանում անցնող երկու կարևորագույն մայրուղիներից հյուսիսային վրա։ Այսինքն սրանք այն քաղաքներն են,
որոնցով իրականացնում է առևտուրը Սևծովյան նավահանգիստների միջոցով։ Եվ տնտեսական նպատակադրումները մոնղոլական բոլոր գրավումների ժամանակ պարզապես աչքի են զարնում, որովհետև մոնղոլների համար կենսականը տարածքը չէ, որովհետև ինքնստինքյան միջնադարի պայմաններում եւ ոչ մի տարածք եկամտաբեր չէ, կամ պետք է այդ տարածքներում զբաղվեն գյուղատնտեսությամբ եւ արհեստագործությամբ, կամ այդ տարածքներում պետք է տեղակայված լինեն առևտրական կենտրոն քաղաքներ, որոնք միաժամանակ արհեստագործական խոշոր կենտրոններ են։ Մոնղոլներին պետք են այս տարածքները առաջին հերթին առևտրական ճանապարհների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Բավական է, որ մենք մի հայացք նետենք մոնղոլական աշխարհակալ տերությանը, հեշտությամբ հնարավոր է համոզվել, մոնղոլները գրավել են Խաղաղ օվկիանոսից մինչև կենտրոնական Եվրոպա ընկած շրջանները։ Հետևաբար, նրանք տիրում են այն առևտրական ճանապարհների, որոնք այսօր էլ կենսական նշանակություն ունեն։ Այնն է, Ասիայի խորքային շրջանները կապում են Եվրոպայի հետ։ Եվ եթե այսօր այդ տարածքները միացվում են էներգակիրներ ստանալու նպատակով, ապա միջնադարում առևտրական այդ ուղիներով իրականացվում էր մետաքսի եւ մետաքսի գործվածքների արտադրությունը, որի գլխավոր կենտրոնները Չինաստանն ու Միջին Ասիան էին։ Հետևաբար մոնղոլները ձգտում էին առավելագույն շահույթ ստանալ հենց միջազգային տարանցիկ առևտրից։ Սա մոնղոլների գլխավոր նպատակադրումներից մեկը պետք է դառնար, որովհետև մոնղոլական արշավանքները հաղթականորեն շարունակվեցին արևմուտքում գոնե մինչև 13-րդ դարի 60-ական թվականները։ Արևելքում պատկերն այլն է, որովհետև մոնղոլները թափանցեցին նաև հարավային Չինաստան եւ այստեղ համանման գործընթացներն ընթացան ավելի ուշ։ Եվ մոնղոլների համար կենսական դարձավ արդեն գրաված տարածքների ստացված ոչ թե կողոպուտը, որը սկզբնական շրջանում պետք է ասել, որ հսկայական չափեր ուներ եւ լիովին բավարարում էր իշխող վերնախավի պահանջները, բայց դրանք քանի որ կտրուկ նվազեցին եւ առհասարակ վերացան, մոնղոլները պետք է շահագործեին գրաված տարածքները եւ հարկահանությունն է, որ պետք է ապահովեր մոնղոլների համար կենսական եկամուտները։ Այսպիսով մոնղոլական կայսրության բնույթը առաջ էր բերում յուրօրինակ խնդիրներ։ Հայքյան երկու գլխավոր կենտրոնների համար։ Մեծ հայքի մասին մենք արդեն խոսեցինք, արժի անդրադառնալ Կիլիկյան Հայաստանի իրադրությանը։ Վերհիշենք, թե հայությունը այնուամենայնիվ մասնատված է եւ չունի քաղաքական ղեկավարություն, որը նման պարագաներում կարևոր էր ահավիկներին դիմագրավելու նպատակով։ Սակայն այնուամենայնիվ ճակատագիրը այնպես տնօրինեց, որ մոնղոլների առաջին հարվածները կրեց մեծ հայքը։ Այս աղետի լուրը հասել է նաև Կիլիկյան Հայաստան, մենք ունենք բավականաչափ խոսուն վկայություններ, մասնավորապես մոնղոլների արտաքինի նկարագրությունը, որ գալիս է ժողովրդական բանահյուսությունից, եւ Կիլիկյան հեղինակը հատուկ գրում է, որ այսպիսին էր այն ժողովրդի նկարագիրը, որը գրավեց վերին աշխարհը։ Վերին աշխարհը ասելով նկատի ունեն հյուսիս-արևելյան Հայաստանը։ Բայց երբ որ մոնղոլները իրականացրեցին իրենց արշավանքների հաջորդ ալիքը, իսկ նրանք 1242-43 թվականներին
ջախջախի չարվածներ հասցրեցին Նիկոնիայի Սելջուկյան սուլթանությանը, որը փոքր Ասիայի գլխավոր քաղաքական ուժն էր, այնուհետև գրավեցին 1244 թվականին հարավային Հայաստանի նահանգները եւ այսպիսով ամբողջ մեծ հայքը մտավ մոնղոլական կայսրության կազմի մեջ։ Հենց այս տարիներին էր, որ Կիլիկյան Հայաստանը պետք է որոշեր իր քաղաքական ուղեգիծը։ Այն է, ինչ փոխհարաբերություններ էին հաստատվելու մոնղոլների հետ։ Այս անգամ արդեն տառապանքով ձեռք բերված կենսափորձը առավել քան տեղին էր, որովհետև հյուսիսարևելյան Հայաստանի իշխանները, մասնավորապես Հասան Ջարախ Խաչենցին, Գանձասարի կառուցողը, դարձավ միջնորդ մոնղոլների և Կիլիկյան Հայաստանի ազդեցիկ քաղաքական շրջանակների միջև։ Դեռ չէին ավարտել մոնղոլները Նիկոնիայի սուլթանության նվաճումը, երբ որ սուլթանը իր ընտանիքը ուղարկեց Կիլիկյան Հայաստան, քանի որ որոշակի պարտավորություններ ունեին Կիլիկյան Հայաստանի տիրակալները եւ այդ պարտավորությունները թելադրում էին նաեւ ռազմական օգնություն, որպեսզի սուլթանը կանանոց ապաստան գտնի Կիլիկյան Հայաստանում։ Մեծ տառապանքով հետում առաջին ընդունեց ճակատագրական որոշում կատարել մոնղոլների պահանջը և նրանց հանձնել սուլթանի կանանոցը, արքան դժգոհում էր, որ ավելի լավ էր ինձանից որդուց պահանջեին, քան այդպիսի պայման դնեին մոնղոլները։ Միջնադարյան բոլոր օտարազգի հեղինակները դատապարտում են հայերի կողմից արևելյան հյուրընկալության սրբազան սովորույթի խախտումը, բայց չմոռանանք նաև, որ այստեղ պետք էր ճշտիտ կողմնորոշվել եւ քաղաքական հաշվարկը պետք է լիներ այնպիսին, որը թույլ կտար խուսափել մոնղոլական ներխուժումից։ Եվ այսպիսով ձեռք բերվեց մի կարևոր արդյունք։ Նախ մոնղոլները չմտան Կիլիկիա եւ բացի դրանից թուլացավ Նիկոնիայի Սելջուկյան սուլթանությունը։ Այս պետական կազմավորման անկումը, որը տևեց մինչև 13-րդ դարի վերջը, բարերար ազդեցություն ունեցավ, պայմանավորելով մինչ այդ մասնատված բյուզանդական կայսրության ամբողջականության վերականգնումը եւ Կիլիկյան Հայաստանի համար ստեղծեց գոնե մինչև 1260-ական թվականները կենսագործունեության համար միանգամայն բարերար պայմաններ։ Պարզ է, որ մոնղոլները հրաշալի գիտակցում էին Կիլիկիայի ռազմավարական նշանակությունը, որը ընդգծում էին դեռևս բյուզանդական ռազմական տրակտատների հեղինակները, այն է Կիլիկիան ներխուժել կարելի է, բայց այնտեղից դուրս գալն է գլխավոր խնդիրը, քանի որ լեռնային շրջանները կարող էին ծուղակ դառնալ ցանկացած ներխուժման պարագայում, հետևաբար եւ մոնղոլները գերադասեցին Կիլիկյան Հայաստանը դարձնել իրենց դաշնակից։ Առանձնահատուկ հարաբերություններ են հաստատվել Կիլիկյան հայոց արքաների եւ մոնղոլական իլխանների միջև։ Դժվար է նույնիսկ ճշգրիտ զուգահեռներ մատնանշել, որովհետև մոնղոլները կամ պետք է մտցնեին Կիլիկյան իրենց կայսրության կազմի մեջ, կամ պետք է դարձնեին այն ստորական վասալ պետություն, կամ բավանալվեին հարկերի հավաքումով։ Զարմանալիորեն սկզբնաղբյուրները չեն արձանագրում, որ Կիլիկյան Հայաստանը հարկ է վճարել մոնղոլներին։ Մոնղոլական զորքեր Կիլիկիայում չեն եղել երկար ժամանակ։ Եվ այս փոխհարաբերությունները ուսումնասիրելու համար սկզբնաղբյուրները եւ մասնավորապես վավերագրերը պակասում են
Մենք փոխհարաբերությունների մասին կարող ենք դատել միայն պատմիչների տեղեկությունների հիման վրա, Հարցն այն է, որ 1254 թվականին վերջապես տեղի ունեցավ Հեթում առաջինի երկար սպասված ուղևորությունը դեպի մոնղոլական մայրաքաղաք Կարակորում եւ այստեղ կնքված պայմանագիրը ներկայացված է Հեթում պատմիչի, Հեթում առաջինի եղբոր որդու այն պատմության մեջ, որը ներկայացվել է 14-րդ դարի սկզբներին 1307 թվականին Հռոմի Պապին, այդ մանրանկարը դասախոսության հայտարարության մեջ որը թերևս լավ հիշում եք, եւ հետումը ներկայացնում է այս դիվանագիտական առաքելության արդյունքները։ Մեկնաբանության վերաբերյալ տարակարծությունները շատ են, բայց այնուամենայնիվ անկասկած է, որ Հեթում առաջինին հաջողվել է նշանակալի արդյունքների հասնել եւ կնքված պայմանագիրը լիովին համապատասխանում էր Կիլիկյան Հայաստանի շահերին։ Բայց ինչ չափով էր մոնղոլական ծրագիրը, որի եռանդուն քարոզչությամբ հանդես եկավ նաև Հեթում առաջինը, ստեղծել մոնղոլների եւ քրիստոնեական արևմուտքի դաշինք համապատասխանում ոչ միայն հայերի, այլ նաև բյուզանդական կայսրության, միջերկրական ծովի արևելյան ափին իրենց գոյությունը պահպանած խաչակրաց պետությունների շահերին մեծ հարցական է, որովհետև թվում է թե շահագրգռվածություն հանդես բերեց նաև Կիլիկյան Հայաստանը միայն, ինչը որովհետև կապերը ծովային ճանապարհով արևմուտքի հետ խաչակիրների համար ուներ կենսական նշանակություն։ Այդ միջերկրածովյան առևտուրը հսկայական եկամուտներ էր բերում, արդյոք նրանք մոնղոլներին չէին դիտարկում որպես մրցակիցներ, ինչ վերաբերում է բյուզանդական կայսրությանը, ապա Կոստանդնուպոլսի տիրականները օգտվեցին իրենց բացառիկ նպաստավոր աշխարհաքաղաքական նպաստավոր դիրքից, երբ որ ծավալվեցին երկարատև պատերազմներ իլխանության եւ մյուս կողմից Եգիպտոսի մամլուքյան սուլթանության եւ իլխանությունից հյուսիս ընկած ոսկե հորդայի միջև, որը ընդգրկում էր գլխավորապես ռուսական տարածքները, ապա բյուզանդական կայսրերը կարողացան հմտորեն խուսանավել այս տարբեր քաղաքական ուժերի միջև։ Եվ նրանք ավելի շատ համակրանք էին դրսևորում հենց մամեդական պետությունների նկատմամբ, որովհետև այնուամենայնիվ այս դավանական հանգամանքները չէ որ գլխավորն էին եւ թելադրում էին քաղաքական շահերը։ Ինչ վերաբերում է Կիլիկյան Հայաստանին, ապա պատահական չէ, որ եւ հայկական անկալմամբ եւ նույնիսկ Եվրոպայում տարածում գտած քաղաքական ծրագրերում Կիլիկյան Հայաստանը պատկերվում էր որպես շրջապատման մեջ գտնվող երկիր, չորս կողմից գիշատիչ գազանները կարծես թե պատրաստվում էին կուլ տալու Կիլիկյան Հայաստանը, այսինքն Կիլիկյան Հայաստանին թելադրված էր մի քաղաքականություն, որը այլընտրանք չուներ։ Մոնղոլների հետ դաշինքը համագործակցությունը պարտադրված էր եւ այս է պատճառը, որ հետագայում այս կախարդական շղթան այդպես էլ չհաջողվեց խզել եւ հետագայում իր բացասական հետքը թողեց նաեւ մեր երկրորդ հայրենիքի քաղաքական ճակատագրի վրա։ Մոնղոլական ձեռնարկումները սկզբնական շրջանում իրականացվում էին մեծ թափով եւ հաջողություններ էին խոստանում, մասնավորապես 1260 թվականին մոնղոլները հասան մինչև Եգիպտոսի հետ սահմանագիծ, մինչև Պաղեստինի հարավային շրջաններ եւ այստեղ էլ
Ակրայից ոչ հեռու, հայերիս համար այս քաղաքի անվանում առավել հարազատ է դառնում, երբ որ հիշում ենք, որ սա անտիկ դարաշրջանի պտղոմայիսն է, որտեղ հասան և կանգ առան նաև Տիգրան Մեծի զորքերը, հենց այս տարածքում էլ տեղի ունեցավ այն բախտորոշ ճակատամարտը, որը իր ռազմական արդյունքներով թերևս այդքան կարևոր չէր, որքան ունեցավ հոգեբանական շրջադարձային նշանակություն։ Այստեղ էլ դրսևորվեց քրիստոնեական աշխարհի համախմբվածության բացակայությունը և առօրեական շահերի գերադասումը առավել հեռանկարային, քանի որ մողոլական բանակում կային և բուն մողոլական զորքեր, և Կիլիկյան Հայաստանից ժամանած զորամասեր, կային նաև զինվորականներ, որոնք վրացական բանակի կազմում մասնակցում էին մողոլական նվաճումներին։ Եվ 1260 թվականի աղետը այն ջալատի ճակատամարտում մասամբ մեղքներ խաչակիրների, որոնք հակառակ բոլոր սպասումների օգնեցին հենց մամլուքներին։ Արդյունքը եղավ այն, որ մողոլական զորքը սոսկալի հարված ստացավ և ճիշտ է, հետագայում ևս մողոլները բազմիցս ձեռնարկեցին արշավանքներ ընդհուպ մինչև 1313 թվականը դեպի Եգիպտոս և այդ ժամանակ արդեն նույնիսկ իր խանները մամեդականություն էին ընդունել, բայց նրանց ձգտումը հաստատվելու միջերկրական ծովի ափին և օգտվելու սիրիական նավահանգիստներից այդպես էլ չէր մարել, որովհետև մողոլական պետությունը ճիշտ է, կորցրել էր միասնականությունը, բայց 14-րդ դարի սկզբին յուրօրինակ կերպով նորից միավորվել էր։ Չինգիզ խանի 4 որդիների ժառանգները դարձել էին 4 խոշոր պետությունների տիրակալներ, սահմանները արդեն ճշտված էին, եղբայրացման պատերազմները ավարտին էին հասել և ստեղծվել էր մի յուրօրինակ մողոլական աշխարհ։ Սա մողոլական գլոբալիզացիան է, եթե մենք նկատի ունենանք, որ այդ տարածքներում ստեղծվել էր ընդհանրությունների մի այնպիսի շարք և որը թույլ է տալիս ինչ-որ չափով միասնական պատկեր տեսնել և առաջ էին եկել նմանություններ, քաղաքակրթական երկխոսություններ ծավալվել և վերջապես մոնղոլները ստեղծել էին իրենց Եվրասիա։ Այսինքն այս պետությունը հենվում էր Եվրոպայի և Ասիայի մերձեցման վրա, իսկ սա աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրադրություն է նշանակում, և վերջապես մոնղոլները ի տարբերություն գլոբալիզացիայի նախորդ բոլոր փորձերի իրենց արժանանքները իրականացրել էին արևելքից դեպի արևմուտք և նրանց պետությունը ծովային տերություն չէր, հետևաբար մոնղոլների համար շատ կարևոր էր հաստատվելը միջերկրական ծովի ափերին, որովհետև այդպիսով նրանք եզրափակում էին այս ընդհանուր շղթայի երկու ավարտատարերը, ստեղծում էր մի միասնական տարանցիկ առևտրի համակարգ, որը մոնղոլների շահերի տեսանկյունից լիովին բավարարում էր այդ ժամանակաշրջանի նրանց պահանջմունքները։ Եվ 3 անգամ բախտորոշ կռիվներ տեղի ունեցան այն քաղաքների մերձակայքում, որոնց անունները այսօր ամեն օր լսում ենք, մասնավորապես մոնղոլները մի քանի անգամ գրավեցին Հալեպը, 3 ճակատամարտ տեղի ունեցավ Հոմսի մերձակայքում, ըստ էության պարզ էր, որ որոշվում էր քաղաքակրթական խնդիր, արդյոք արևելյան քրիստոնեությունը թեև դաշնակցած մոնղոլների հետ ձեռք էր բերում պատմական հեռանկար,
թե նրա բոլոր ջանքերը պետք է ապարդյուն անցնեին։ Դժբախտաբար մոնղոլների արձանագրած արդյունքները այս ասպարեզում գոհացուցիչ չեղան, նրանց այդպես էլ չհաջողվեց կայուն կերպով դիրքեր ձեռք բերել Միջերկրական ծովի արևելյան ափերին։ Եվ այս հանգամանքը ինքնին արդեն կանխորոշեց նրանց վերաբերմունքը Կիլիկյան Հայաստանի նկատմամբ։ Այժմ արդեն դաշինքը չէր համապատասխանում կողմերից որևէ մեկի ակնկալիքներին, եւ պատահական չէ, որ մոնղոլները սկսեցին միանգամայն ինքնուրույն քաղաքականություն եւ 1307 թվականին նրանք իրականացրեցին այն ոճրագործությունը, որին զոհ գնացին Կիլիկյան Հայաստանի արքան եւ բոլոր ազդեցիկ քաղաքական շրջանակները։ Այսպիսով Գորդյան հանգույցը հատվեց եւ հայ-մոնղոլական համագործակցությունը Միջերկրական ծովի ափերին եւ հայերի մասնակցությունը մոնղոլական ծրագրերի իրականացմանը հասան իրենց տրամաբանական ավարտին։ Մեծ հայքի պարագայում մենք տեսնում ենք բոլորովին այլ երևույթներ, այստեղ մոնղոլական ժամանակաշրջանը կարելի է բաժանել տարբեր փուլերի, որոնց ընթացքում մենք տեսնում ենք համագործակցության, նաև շահերի բախման տարբեր դրսևորումներ։ Մասնավորապես այն ժամանակահատվածը, որը սկիզբ է առնում 1236 թվականից եւ ավարտվում է 40-ական թվականների սկզբներով։ Այսինքն երբ որ մոնղոլները գրավում են մեծ հայքի այն հատվածը, որտեղ քաղաքական իշխանությունը դեռ պատկանում է հայ տիրակալներին։ Մինչև այսօր էլ, երբ որ մենք խոսում ենք մեր ժողովրդի դիմադրողականության թուլացման եւ կարելի ասել իսկ կամքի ուժի բացակայության մասին, մենք հիշում ենք մոնղոլական ժամանակաշրջանի անցուդարձերը, երբ որ զարմանալի դյուրությամբ մոնղոլները տիրացան ողջ հյուսիսարևելյան Հայաստանին, իսկ այդ տարածքը ուներ իր զորքը Զաքարյանների գլխավորությամբ գոյություն ուներ, ճիշտ է, ոչ անկախ, բայց այնպիսի պետականություն, որը եթե մոնղոլական այս աղետը չլիներ, վստահ հայերով տանելու է դեպի անկախության վերականգնում։ Այս պայմաններում մոնղոլները հասնում են շշմեցուցիչ հաջողությունների եւ պետք է անշուշտ բացատրությունը փնտրել նաեւ հակառակ կողմում։ Խնդիրն այն է, որ մոնղոլների հայտնվելը ոչ միայն հոգեբանական հարված էր, ոչ միայն մեծ անակնկալ, միայն հայերը չի, որ կորցնում էին կամքի ուժը։ Արաբ հեղինակները նկարագրում են, որ մի մոնղոլ հեծյալը մտնում էր թուրքական մի գյուղ եւ հանգստանալով կոտորում էր ողջ բնակչությանը, որևէ մեկը դիմադրելու փորձ անգամ չէր կատարում, որովհետև մոնղոլների հռչակը թևաթափ էր անում բոլորին։ Հայ տիրակալները ղեկավարվել են առաջին հերթին գործնական նկատառումներով։ Ինչ էր նրանց տալիս դիմադրությունը։ Երևի թե եթե մենք իրատես լինենք, միասնական ջանքերի բացակայության պարագայում նրանք բոլորը դատապարտված էին։ Այդ պատճառով էլ նրանք գերադասեցին հարաբերություններ հաստատել նվաճողների հետ։ Շատ արագ գտնվեցին միջնորդներ, հետագայում հայ իշխաններն իրենց արձանագրություններում հպարտանում էին հաջորդ դարձանք հաճս մոնղոլների։ Եվ առաջին օրինակը տվեց Զաքարյան ամենազդեցիկ իշխանը ավագը, որը պատատ հանձնեց դստերը, որը դեռ շատ մանուկ էր, եւ այնուհետեւ ծեր փոխհարաբերությունների մեջ մտավ մոնղոլական գլխավոր զորահրամանատարի Չարմանանի հետ։ Սա էլ բավականաչափ ցուցադրական փաստ է, որովհետեւ նվաճումների ժամանակաշրջանը մոնղոլական պետության մեջ խանից հետո առավել
ազդեցիկ դիրք ունեին հենց զորահրամանատարները, որոնք կարող էին քաղաքական վճիռներ անգամ ընդունել։ Իհարկե ամոթխածորեն հայ պատմիչները չեն հայտնում, որ ավագը որ բերդերի կամ քաղաքների գրավման ժամանակ է օգնել մողոլներին, այսինքն պատկերն է վրացական աղբյուրներում, բայց այնուամենայնիվ որոշ խոստովանություններ ակամա նրան կանում են եւ բացվում է, որ Ավագ Զաքարյանը, վրացական պետության աթաբեկը, թագաժառանգե խնամակալը առաջնորդում է թշնամուն դեպի հարազատ պետության խորքերը։ Օրբելյանները կարողացան համաձայնության գալ Ասլանմայինի հետ եւ ոչ միայն վերստացան հայրենի կալվածքները։ Իհարկե Ստեփանոս Օրբելյանը դարձյալ այս նույն տրամաբանությամբ չի հայտնում այն մասին, որ նրանք յուրացրեցին նաև հարևան Պրոշյանների պատկանող տարածքները։ Նույն կերպ վարվում էին նաև մյուս հայ եւ վրացի տիրակալները։ Վրաց թագուհին, որը Գյովին հեղինակը զրկվել էր, փախավ Արևմտյան Վրաստան, շատերը ապաստան գտան հյուսիսարևմտյան Լեռնային Վրաստանում, Սվանեթում։ Այսպիսով դիմադրության որևէ փորձ չձեռնարկվեց։ Հայ տիրակալները մողոլների հետ անմիջական կապեր հաստատվելիս ունեին ոչ միայն տիրույթները պահպանելու խնդիր, նրանք այդպիսով ցանկանում էին ազատվել նաև Զաքարյանների գերիշխանությունից։ Նրանք ձգտում էին դառնալ ինքնուրույն տիրակալներ եւ այս ասպարեզում որոշակի հաջողությունների հասել են։ Եթե 13-րդ դարի սկզբներին միայն Զաքարյաններն էին իրենց կոչում մեծ հայքի արքաներ, շահանշահներ եւ նույնիսկ տիեզերակալներ, այսինքն ընդգծում էին վրաց թագավորից հետո իրենց երկրորդ լինելը վրացական թագավորությունում, ապա դարավերջին մենք տեսնում ենք թագավոր տիտղոսով հանդես են գալիս եւ Օրբելյանները, Ստեփանոս Օրբելյանի հորեղբայր Սմբատ արքան, Հասան Ջալալն է, արդեն թագավոր հռչակվում, այդպիսի փոստն ամենայն 13-րդ դարի սկզբին էր ձեռնարկել, հետագայում նրա այս հավակնությունները մեղմվել էին, նույնիսկ Պրոշյան իշխանները։ Այսինքն հայ տիրակալները առաջին հերթին իրենց եսասիրական շահերով առաջնորդվեցին եւ համագործակցություն հաստատեցին մոնղոլների հետ։ Նման պարագաներում պարզ է, որ դիմադրելու հնարավորությունները կարելի է բացառված համարել։ Այս ժամանակաշրջանում է, որ ծանր հարված ստացավ Հայաստանի տնտեսությունը։ Ժողովրդագրական այնպիսի աղետ, որը բաժին էր եկել Միջին Ասիային եւ իրանական քաղաքներին, ինձ թվում է Հայաստանում չի եղել, որովհետեւ մենք տեղյակ ենք օրինակ այն կռիվներին, որոնք ծավալվեցին մեծ հայքում եւ դրանք ցույց են տալիս, որ հայ իշխանները կարողացել են ճգնաժամը հաղթահարել եւ ոչ միայն այդ ճգնաժամը տնտեսական երկարատև բնույթ չի կրել, այլ եթե մենք հետևելու ենք լինում ժամանակագրությանը, բաց տեսնում ենք, որ նույնիսկ մոնղոլական 1236 թվականի այդ ավերիչ արշավանքից հետո օգնում են մի շարք հայկական եկեղեցիներ, դասական օրինակ կարելի է հիշել օրինակ Գանձասարը, որի օծման հանդես տեղի ունեցել 1240 թվականին։ Քաղաքների պատկերը այլ է, որովհետև քաղաքային բնակչությունը իրոք որ ծանր հարվածներ ստացել է, մասնավորապես դուժել են այն քաղաքները, որոնք մոնղոլներին առհասարակ չէին հետաքրքրում, ընկած էին Արաքսի հովտում։
Եվ հաջորդ ժամանակահատվածը ներկայացնում է հենց այն փուլը հայ-մոնղոլական հարաբերությունների, երբ որ դիտվում են փոխազդեցությունների, փոխադարձ շփումների բավականաչափ ակնհայտ նշաններ։ Հարցը ունի իր պարզ բացատրությունը, մոնղոլները ի տարբերություն սելջուկ թյուրքերի երբևիցե չեն ձգտել վերացնել հայ իշխանական ռազմական ուժերը, ընդհակառակը նրանք ամեն կերպ նույնիսկ խրախուսել են, որպեսզի հայ իշխանները իրենց սեփական ուժերով մասնակցեն մոնղոլական արշավանքներին։ Քանի դեռ այդ արշավը արևելքի առավել նշանավոր քաղաքային կենտրոնը։ Ապա այստեղ կուտակված հարստությունը բավականաչափ ամոքեց այն վերքերը, որ ստացել էին հայ տիրակալները։ Ունենք մի գունագետ նկարագրություն վրացական մի փաստաթղթից, որի հեղինակը պատմում է, թե ինչպես է հարստացել։ Գնացել է Օրթախի մոտ, այսինքն այն առևտրական ընկերությունը, որը վերազգային բնույթ էր կրում։ Նրա մեջ ընդգրկված էին հայ Սումբատը, պարսիկ մահմեդական Հասանը և Ուրիա հրյա Զորաբաբելը։ Եվ այս երեքով գումար են տվել վրաց թորելի իշխանին, որպեսզի նա կարողանա Բաղդադից կողոպուտ բերել։ Պատմում է իշխանը, ընդորեն դիմում է աստվածամորը և չի թաքցնում իր առևտրական գաղտնիքները։ Ասում է շատերը իրենց հարազատների աճյունը դուրս բերելու պատրվակով լցնում էին դագաղը ոսկով ու մարգարիտով։ Եվ ինքն էլ այդ ձեռք բերված գումարով ոչ միայն տոկոսներով վերադարձրել է պարտքը, այլև գնել է մի գյուղ և նվիրել վրացական մոտակա վանքին։ Այսինքն այդ թալանը և կողոպուտը այժմ արդեն կարծեք թե հակառակ ուղղությամբ են հոսել և հայ իշխանները տնտեսական առումով այդ տարիներին բողոքելու առիթներ չպետք է ունենային։ Վերջին հաշվով ինչ կնշանակի հայ-մոնղոլական փոխազդեցություններ և փոխշփումներ, և սկզբնաղբյուրների տվյալները, և միջնադարյան իրականությունը հուշում են, որ հայ-մոնղոլական կոնտակտները պետք է լինեին միայն սահմանափակ սոցիալական միջավայրում։ Դրանք վերաբերում էին կամ իշխաններին և առասարակ տիրապետող դասակարգին, կամ էլ խոշոր վաճառականությունը։ Մեծ շփումներ ժողովրդական զանգվածների միջև հասարակության ստորին խավերի շրջանում և անհավանական են և ամենայն հավանականությամբ չեն էլ եղել, որովհետև մոնղոլների այն թվաքանակը, որը հաստատվում էր նվաճված երկրներում, պետք է ասել, որ բավարարում էր միմիայն ռազմական քաղաքական նպատակներ իրականացնելու համար։ Մոնղոլական այդ հորդան միայն սկզբնական շրջանում է, որ ուղեկցում էր զորքին և միջնադարյան պատմիչների տվյալները արտացոլում են ողջ գործընթացը։ Մոնղոլական ցեղախմբեր չեն հաստատվել գրաված բոլոր շրջաններում, առավել ևս Հայաստանում։ Փոխարենը մոնղոլները իրենց հետ բերում էին թուրքական զանգված և պատահական չէ, որ հենց մոնղոլական իշխանությունը կորցրեց իր ուժը, որպես քաղաքական ժառանգորդներ հանդես եկան հենց թուրքական տարբեր ցեղախմբեր։ Եվ վերջին հաշվով այն զանգվածը, որը շարժվել է դեպի արևմուտք, կարելի է բնութագրել որպես տափաստանային, քանի որ այս էթնիկական առումով խայտաբղետ միջավայրում ներկայացված էին գլխավորապես մոնղոլոիդներ և թուրքական ժողովուրդներ։ Այսպիսով մոնղոլական տիրապետությունը ըստ էության
սկսվում է եւ հյուսիչ ու աղետալի է դառնում միայն 13-րդ դարի 60-ական թվականներից ի վեր, երբ որ մոնղոլները արդեն իրականացնում են 3 աշխարհագիր եւ այժմ նրանց հարկային լուծը առաջ է բերում զանգվածային դժգոհություն ոչ միայն գյուղացիության եւ քաղաքային արհեստավորության միջավայրում։ Երբ որ սկիզբ են առնում աշխարհագրերը, Գերակս Գանձակեցին պատմում է, որ նույնիսկ հայ իշխանները օգնում էին մոնղոլներին, որովհետև այդ հարկային բեռը ծանրացնելիս նրանք ևս շահում էին։ Բայց այս երևույթը երկար չշարունակվեց, բառավ հայ իշխանների համար այն տագնապալի ժամանակաշրջանը, երբ որ նրանք կորցնում էին հայրենական տիրույթները։ Զանգվածային բնույթ էր կրում այս երևույթը եւ Վրաստանում այնպիսի չափսեր ընդունեց, որ վրաց հոգեվորականությունը ուղերձով դիմեց արքային, խնդրելով միջամտել։ Իշխանները եկեղեցուց բռնությամբ ետ էին վերցնում այն տարածքները, որ նվիրել էին մի քանի տասնամյակ առաջ, որտեղ տնտեսական աղետի առջև էին կանգնել։ Զաքարյանները խլում էին Վարչուտյաններից ժամանակից շնորհած հողերը, որովհետև իրենք էլ ահավոր ծանր վիճակի մեջ էին հայտնվել։ Եվ 13-րդ դարի վերջերին, երբ որ գահ բարձրացավ Ղազանիլ խանը, առավել տաղանդավոր տիրակալը Իրանում ստեղծված մոնղոլական տիրակալների շարքում, իհարկե փորձեր ձեռնարկվեցին կանխելու վերահասաղետը, սակայն այս քայլերը ըստ էության արդյունք չտվեցին եւ երկու հակասական գործընթացներ 14-րդ դարի սկզբին թվում է թե տնտեսությունը իր խանությունը բավականաչափ ծաղկուն վիճակում է, որովհետեւ հաստատվել է մոնղոլական խաղաղությունը այդ ժամանակաշրջանի աշխարհի մեծ մասում, բայց մյուս կողմից քաղաքները սոսկալի անկման վիճակի են հասել։ Երևում է այս երևույթը թեկուզ Անիի օրինակից, որտեղ 1319 թվականին չեղյալ են հայտարարվել մի շարք հարկեր։ Քանի որ բարձրվում է քաղաքներն էլ մոնղոլական տեսանկյունից խիստ տարբեր դերակատարություն ունեն։ Առևտրական եւ արհեստագործական քաղաքները ենթարկվում են հյուսիչ շահագործման։ Շահում են այն քաղաքները միայն, որոնք գտնվում են տարանցիկ առևտրի հանգուցակետերում։ Եվ ինչ վերաբերում է հենց մոնղոլներին, Կարակորումը կամ Սարայբերքեն, Սարայբաթուն, սրանք այն քաղաքներն են, որոնք անապատում էլ կարող են կառուցվել, որովհետև նրանք գլխավորապես ռազմավարչական իշխանության հենակետեր են, հարկերի հավաքման եւ յուրացման կենտրոններ, բայց նրանք չունեն տնտեսական ավելի ընդհանրակ նշանակություն։ Հետևաբար 14-րդ դարի առաջին կեսին անկման նշանները պազուրս դրսևորվում են, հոգեվարքը տևում է մինչև 14-րդ դարի կեսերը, որից հետո որպես կասես թե որոշակի իներցիոն երևույթներ դիտվում են առևտրի ասպարեզում գոնե նախորդ մակարդակը պահպանելու փորձեր, բայց ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս եւ մոնղոլական աշխարհը մեր աչքերի առջև փլուզվում է։ Չափազանց հետաքրքիր հարցադրումներ են առաջանում, երբ որ մենք փորձում ենք հայ-մոնղոլական փոխհարաբերությունները պատկերացնել սոցիալական տարբեր շահերի կտրվածքով։ Ինչպես են ընկալում նվաճողներին հասարակության տարբեր խավերը, որ շերտերներն առավել եռանդուն կերպով փորձում իրատեսորեն գնահատել մարտահրավերները, որը չափազանց կարևոր է ազգային շահերի տեսանկյունից։ Այս առումով ուշագրավ է հայ հոգևորականության ակտիվությունը, որովհետև երբ որ արդեն մոնղոլները
իրենց գլխավոր բնակիչներին արդեն հասել են Եվրոպայում, նոր միայն Հռոմի Պապը ուղարկեց իր դեսպանագնացներին այցելելու մողոլական գլխավոր
գոտիների և հարկերի վարձությունը։ Այստեղ մենք տեսնում ենք ամենազոր սահիկ դիվանների մի շարք, որոնք ծագումով պարսիկներ են, երբեմն հրյաներ, իսկ Ռաշիդ ալ-Դինը առավել նշանավորը իր ջամիաթ թավարիխով համաշխարհային պատմությամբ մահմեդականություն ընդունած հրյա է։ Եվ հենց այդ շերտերի հետև, որ հայ իշխանները և վաճառականները սեր փոխհարաբերություններ են հաստատում։ Հենց այս բազմակողմանի կապերն էլ թույլ են տալիս, որպեսզի հայ իշխանները իրենց դիրքերը պահպանեն։ Պարզ է, սոցիալական պատկանելության առումով հայ տիրականները առաջին հերթին ձգտելու էին կապեր հաստատել ռազմաքոչվորական վերնախավի հետ։ Բայց ժամանակի ոգին այնպիսին էր, որ կարծեք թե առևտրական, տնտեսական շահը ստվերում էր թողնում ամեն ինչ։ Հետևաբար իշխաններն էլ անմասն չէին մնում ֆինանսական զանազան գործարքներից։ Եվ վերջապես մենք եթե խոսում ենք վաճառականության մասին, այստեղ հենց այն երևույթների նախատիպերը կարող ենք տեսնել, որոնք ուշ միջնադարում ապահովում են հայ հասարակության շրջանում հենց առևտրական, վաշխառական, վաճառականական շերտերի այն դերակատարությունը, որ հայ հասարակությունը մոտեցնում է հենց բուրժուական հասարակությանը։ Իհարկե ես որոշ պայմանականություն այս զուգահեռները անցկացնելիս անպայման պետք է շեշտեմ։ Հայ վաճառականները միանգամից ձեռնամուխ են լինում գործարքների, որոնք մեծ շահավետ ունեն։ Քանի որ արդեն կարծեք թե պատրաստ են և ունեն կապիտալ։ Երբ որ մենք գլխավոր վաճառականական ընտանիքների կենսագրությանն ենք ծանոթանում, պարզ է դառնում, որ այդ կապիտալը ձեռք է բերվել մահմեդական երկրներում։ Այստեղից էլ հայ վաճառականության արևելյան լեզուների խոր իմացությունը։ Մասնավորապես ամենանշանավորը թերևս Ումեկն էր, որը մողոլների շրջանում այնքան բարձր դիրք ձեռք բերեց, որ նրա ազդեցությունը տարածվեց անգամ Վրաստանում։ Ումեկը հաստատվեց Տբխիսում, որովհետև մողոլները առևտրական ուղիները տեղափոխեցին հյուսիս և նրանց համար գլխավոր հանգուցակետեր դարձան Տբխիսը և Տրապիզոնը։ Ումեկը մեծ դիրք ձեռք բերեց առաջին հերթին վրացական արքունիքում, այն աստիճան, որ համարվում էր թագավորի հայրը։ Սա ամենևին էլ պատվանում չէ, եթե մենք դատելի լինենք վրացական պետական իրավունքի տեսանկյունից։ Թագավորի հայր կարող է դիտվել պետության առաջին պաշտոնյան, սա հատուկ մենաշնորհ էր, որը նախորդ ժամանակների ընթացքում վայելում էր արքունիքի թիվ առաջին պաշտոնյան, ատենադպիրների պետը։ Հետևաբար պետք է ըստ արժանավորին գնահատել Ումեկի ձեռքբերումը։ Այնուհետև Ումեկը կառուցեց 1251 թվականին Սուրբ Գևորգը։ Մի րոպե պատկերացնենք Տբխիսի հայ բնակչության առկայությունը դարերի ընթացքում։ Շուրջ 1000 տարվա ընթացքում պարզվում է, որ չեն կարողացել Տբխիսահայերը կառուցել ավելի մեծ տաճար, նույնիսկ 15-րդ դարի բուրժուական Անդրկովկասյան մայրաքաղաքում, քան այդ հաջողվել է իրականացնել մեծահարուստ հայ վաճառականին։ Ումեկը նաև փողային կալվածքներ ձեռք բերեց, որովհետև 13-րդ դարի երկրորդ կեսին տարածում ստացավ հետևյալ բնութագրումը. հայրենիքը արժան էր, իսկ ոսկին թանկ, և տնտեսական քայքայման եզրին հասած հայ իշխանների տիրույթները անցնում էին
հենց մեծատուն վաճառականներին, քանի որ նրանք այդպիսով ձեռք էին բերում հասարակության մեջ պարոնի կամ պատրոնի դիրք։ Սա ավանդաբար ավատատեր, ֆեոդալ հողատերերի մենաշնորհն էր։ Ունենք եւս մեկ ընտանիք, որի ներկայացուցիչը Շահաբադինը կամ հայկական անվանմամբ շնորհավորը մողոլների կողմից այնքան բարձր պատվի է արժանացել, որ երբ վրաց թագավոր Դավիթ Ուլուն ապստամբեց մողոլների դեմ եւ մողոլները նրան հեռացրեցին թագավորական իշխանությունից, ըստ վրաց հեղինակի հանձնեցին տպխիսը եւ թագավորությունը հայ Շադինին, նկատի ունի վրաց հեղինակը Շահաբադին շնորհավորին։ Նորից կառուցել է եկեղեցի Տպխիսում եւ կալվածները ձեռք բերել նաեւ Հայաստանում, որտեղից էր գալիս կապիտալը։ Գումարը, որ վճարել են վաճառականները, հաշվարկված է սուլթանիեով, այսինքն սպիտակ սուլթանիեն այն արծաթյա դրամն էր, որը շրջանառության մեջ էր Իգոնիայի Սելջուկյան սուլթանությունում։ Տոհմիկ առևտրականներ էին եւ շնորհավորը եւ նաեւ Ումեկը։ Երրորդ մեծատունը Սահմադդինը Իլխանի ուժով 1264 թվականին գնում է Երևանը իր հողով ու ջրով, կառուցում է պալատ, ինքն իր մտած, ինքը նաեւ ճարտարապետ է եւ բարձվում է, որ տեսել է Իգոնիայի գլխավոր մզկիթը եւ նրա նմանությամբ պալատ է կառուցել Մրենում։ Այսինքն վաճառականության այս շերտը գալիս է անշուշտ արևմուտքից։ Երբ որ մենք ծանոթանում ենք առևտրական ճանապարհների այն նկարագրությանը, որ թողել է օրինակ Բալդուչի Պեգոլատին, վերլուծությունը անվանումները ցույց է տալիս, որ այստեղ մենք արևմտահայերենի հետքեր ենք տեսնում։ Այսինքն վաճառականական միջավայրում կարծեք թե երկրի հարավ-արևմուտք, հնարավոր է նաև Կիլիկյան Հայաստանը ավելի բարձր դիրք ունեն, քան հյուսիս-արևելյան Հայաստանի վաճառականությունը։ Հայ հասարակության վերաբերմունքը մոնղոլների նկատմամբ բավականաչափ տարողունակ թեմա է եւ պետք է ասել, որ այստեղ գնահատականները տարբեր են։ Ինչն են գնահատել հայ պատմիչները եւ հիշատակագիրները։ Նշելով հանդերձ մոնղոլական նավաճողների ավերիչ բնույթը, հարկային ծանր լուծը, նրան գնահատել է խաղաղությունը եւ շենությունը, որ հաստատում էին մոնղոլները։ Այսինքն քաղաքական քաոսի պայմաններում մոնղոլական հզոր տերության արկայությունը անշուշտ գերադասելի է, որպեսզի մենք այս առումով կարողանանք իրատեսական գնահատական տալ, բավական է ուշադրություն դարձնենք աշխարհաքաղաքական գործոններին։ Մոնղոլները իրենց հետ բերում են բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրադրություն, ստեղծում են միաբևեռ աշխարհ։ Սա հայության համար նորություն է, որովհետև ողջ միջնադարի ընթացքում ստիպված է գործել մեր ազգային իշխանությունը երկու բևեռների միջև։ Լինի Իրան, Հռոմ, խալիֆայություն, Բյուզանդիա, այս երկբևեռ քաղաքական իրադրությունը ունի իր խիստ բացասական կողմը, որովհետև նա այլընտրանքի հնարավորություն չի ընձեռում։ Նա պարտադրում է քաղաքական կայունության պահպանում մեծ տարածքներում։ Սուրբը Գրիգոր Տաթևացին գոնե դժվար թե Գրիգոր Նարեկացու կերպարի հետ շատ մեծ ընդհանրություններ ունենա, որը նորից հայտնի է մանրանկարներից։ Այս բնակչությունը, որը ծնվում էր ազգամիության ամուսնություններից, հետաքրքրական է ինչ ինքնագիտակցություն եւ մշակութային պատկանելություն ուներ։ Մենք ավանդաբար պատկերացնում ենք, որ եթե հայ մարդը
դառնում էր բազմալեզու, այլ էթնիկական միջավայրում էր հայտնվում, ինչքան ունենք, ցանկանանք մենք ունենք այսպիսի գնահատականներ, հեռանում էր իր էթնիկ բնական միջավայրից, մնում էր միայն նրա եկեղեցական դավանական պատկանելությունը եւ այսպիսով մենք ունենում էինք անխուսափելի կորուստներ, բայց մի քանի փաստ ցույց են տալիս, որ այս գնահատականը այդքան էլ միանշանակ լինել չի կարող, մասնավորապես Զաքարյան իշխանադուստրը, Խոշակը, ամուսնացավ մոնղոլական պետության Սահիբ Դիվանի գլխավոր վեզիրի հետ եւ ապրեց շուրջ 1.5 տասնամյակ Իրանում։ Նա ունեցավ 2 որդի եւ 1 դուստր, եւ որդիները ինչ է կարծում, կրում էին Զաքարյանների համար դասական անուններ, Զաքարե եւ Աթաբեկ։ Դստեր պարագայում Խուանգզը, տեսնում ենք, որ այլ երևույթ է, ինքը Խոշակը, իր անունը իրանական միջավայրից էր, որ ձեռքեր բերել, նշանակում է քաղցրիկ, այսինքն նույնիսկ ընտանիքներում այդ ազդեցությունը սովորաբար այդքան միանշանակ չէր արտահայտվում եւ միթե մամեդական էր դարձել Խոշակը, երբ որ ամուսնուն մահապատժի ենթարկեցին, նա վերադարձավ Հայաստան եւ նրա արձանագրությունները թողնված են հայերեն եւ հայոց եկեղեցու ժողովներից մեկի հովանավորն է եղել։ Ավելի վաղ նրա ազգականուհին Իվանե Աթաբեկի դուստր Թամթան ամուսնացավ Այուբյան տիրակալի հետ, նախ Այուբյաններից Աուհատի, հետո Աշրափի հետ, երբ որ եղբայրը մահացավ։ Ասում Զաքարյան իշխանուհին կանգ չառավ, երրորդ անգամ էլ ամուսնացավ Խորհրդաշահ Ջալալադինի հետ, եւ հայ պատմիչները համարում են, որ մեծ բարեբախտություն էր Թամթայի ամուսնությունը, քանի որ Տարոնի վանքերը նրա շնորհիվ մեծ հովանավորություն էին վայելում։ Ինչ էր կատարվում, երբ որ մահմեդական իշխանուհիներ ամուսնանում, հայ տիրակալի հետ։ Զարմանալիորեն մեծ հայտնի բոլոր դեպքերում նրանք դարձել են քրիստոնյա, իսկ ամենացնցող օրինակը տալիս է Ստեփանոս Օրբելյանը, որի մայրը տեղական մահմեդական տիրակալներից մեկի դուստրն էր։ Որպեսզի պատկերն ավելի բաց դառնա, ես ձեզ հիշեցնեմ, որ վերջին հաշվով Օրբելյանները երբեմնի օրբելիներն են, ապրել էին մինչ այդ մահմեդական միջավայրում, Իրանում, 13-րդ դարի սկզբին հայտնվել էին Սյունիքում եւ չափազանց արագ հայացել էին։ Այն պարագայում, երբ որ տեսնում ենք ընտանիքի անդամների երակներում հոսում է եւ հայկական, եւ վրացական, եւ անհայտ ծագման, շատ հնարավոր է մոնղոլոիդ ծագում, երբեմն ասում են, որ Օրբելյանի նկարագրությունը խիստ բայրացական դիրքորոշումը մոնղոլների նկատմամբ ունեցել է անձնական մոտիվացիա, արտաքինով դերևս հիշեցնում էր կամ Գրիգոր Տաթևացուն կամ էլ Նորավանքի Հայրաստուն, բոլոր դեպքերում Օրբելյանի շեշտված հայկականությունը արդեն բավականաչափ զորեղ ապացուցել, որպեսզի մենք հասկանանք, որ էթնիկական դիմահեղումը միայն ազգամիջյան ամուսնություններով չէ, որ թելադրված էր։ Եվ այսօր էլ թալված է մայրը Նորավանքում որդու հետ միասին։ Այս բոլոր երևույթների համադրի գնահատականը անշուշտ չափազանց բարդ է եւ մեկ օրվա խնդիր չէ։ Ես այսօր ընդամենը ձգտեցի ձեր կարծրացած պատկերացումների մեջ, դրանք մասամբ նաև իմ երկար տարիների ընթացքում որոշ հեղափոխական փոփոխություններ մտցնել։ Շնորհակալություն։
Սխմի։ Սովացավալ նյութի բոլոր ասպեկտերով և կարծես պատասխանում էր նաև հարցերին։ Ոչ մեկը չէր սպասում, որ ես այսքան անխիժ կգտնվեմ և բոլորից այդքան կհոգնեցնեմ։ Բայց եթե հարցեր կան, բայց եթե հարցեր կան, Հետո նախքին համակուրսությունը կապտամ կարելի էր ավելի հարգալից լինել, պարոն Պողոսյան։ Պարոն պրոֆեսոր, հնչած զեկուցման մեջ մի հետաքրքիր որ շատ դեպքերում կամ հիմնականում Կիլիկյան Հայաստանն էր թևադրում կամ Կիլիկյան Հայաստանի հետ էին խորհրդակցում մեծ այքի իշխանավորները։ Չէ, այդպիսի բաներ։ Այո։ Ինչ է իրենից ներկայացնեց ժամանակ մեծ այքը, որտեղ Կիլիկյան Հայաստանն է, Կիլիկյան Հայաստանի հետ խորհրդակցել։ Չէ, մասնատված էր ամբողջությամբ, Զաքարյանների շրջանն է ճիշտ է խոսեցի Զաքարյանների մասին, բայց այնուամենայնիվ դա վրացական թագավորություն էր։ Այսինքն ավելի ճիշտը չէր լինի, եթե Կիլիկյան Հայաստանը ինքը հենց թելադրեր եւ կազմակերպեր, այսպես կոչված, ասենք այսպիսի մի բան, ազգային ազատագրական շարժման մի օր վերել եւ նպաստել, որ մեծ հայքով հայկական թագավորությունը ասել նորից վերականգնել կամ ինչ-որ չափով նման գործընթացներ կատարվեին։ Ասեմ, որ հարցադրմանը ես սպասում էի, որովհետև հոգեբանական առումով մենք շարունակում ենք երևի Կիլիկյան Հայաստան ավելի շուտ պատկերացնել որպես սփյուռք։ Եվ էթնիկական հիմնական զանգվածի առկայությունը բուն հայրենիքում կարծես թե թելադրում է, որ մենք Կիլիկյան Հայաստանը համարենք քաղաքական առումով անշուշտ կարևոր երևույթ, բայց ազգային շահերը ներկայացնելու տեսանկյունից ոչ իրավազոր երևի թե սուբյեկտ։ Սակայն մեծ հայքի մասնատված լինելու հանգամանքը եւ բացի դրանից միջնադարյան մտայնությունը, երբ որ կենտրոնի գաղափարը թելադրված է աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների կենտրոնացումով, թելադրում է որպեսզի նույնիսկ Զաքարը անունի սպասարները հայոց եկեղեցու ներսում ինչ որ փոփոխություններ ձեռնարկելիս անպայման ստանա Լևոն Թագավորի եւ կաթողիկոսի համաձայնությունը։ Այսինքն բոլոր դեպքերում թագավորության գոյությունը իսկ հայ բնակչության համար մահմեդականների մեղադրանքը մենք ունենք բազմաթիվ վկայություն, թե դուք չունեք թագավորություն։ Սա այն նվաստացուցիչ հանգամանք էր։ Նրանք ամեն կերպ ձգտելու էին Կիլիկյան Հայաստանի իշխանավորներին պատկերացնել նաև իրենց